Մենք գիտնականներս, արվեստի ճարտարապետության պատմաբաններս արդեն մի քանի տարի է, որ գործում ենք մի ուղղությամբ, որը միակն է, որ մեզ հասանելի է, դա տեղեկությունն է, տեղեկացնել, ցույց տալ ժառանգության հարստությունը Արցախի, ցույց տալ այն ավերածությունները, որոնք գործվել են այդ վերջին տարիների ընթացքում, մարդկանց բացատրել ինչումն է վտանգը, ինչումն է, ինչքան ծանր է, կարևոր է բոլորիս համար, ամբողջ աշխարհի համար այդ կորուստները։ Սա է մեր գլխավոր թիրախը, մեր գլխավոր նպատակը, որը մենք կարող ենք իրականացնել, դա մեր ունակությունների սահմաններում է գտնվում։ Իսկ դրանից այն կողմ հասնել նրան, որ միջազգային կազմակերպություններ գտնվեն, որոնք կարողանան գործել եւ ինչ որ գործողություններ պարտադրել մեկ այլ պետության ներսում իր տարածքի վրա գտնվող հուշարձանների կապակցությամբ, դա համարյա թե անհնար է։ Միակ միջազգային կազմակերպությունը, որ գոյություն ունի եւ ունի այդպիսի նպատակ, պետք է իրականացնի այդպիսի գործողություններ, դա ՅՈՒՆԵՍԿՕ-ն է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինչ է։ ՅՈՒՆԵՍԿՕ դա ՄԱԿ-ի ճյուղերից մեկն է, իսկ ՄԱԿ-ը բաղկացած է աշխարհի բոլոր պետություններից։ Մեխանիզմը որն է, ամեն մի պետություն, որ խնդիրներ ունի կամ օգնության կարիք ունի իր ժառանգությունը պաշտպանելու, վերանորոգելու, գերեզկացնելու համար, դիմում է այդ հատուկ դրա համար ստեղծված կազմակերպությանը, որ կոչվում է ՅՈՒՆԵՍԿՕ։ Բայց դա ինքն է անում, տվյալ պետությունն է անում, տվյալ պետությունն է դիմում ու խնդրում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գա կամ օգնի կամ խորհուրդներով այսպես օգնի, որպեսզի տվյալ գործողությունները իրագործվեն տվյալ երկրի ներսում իր տարածքում գտնվող հուշարձանների վրա։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, ուզում եմ ասել, որ դրսից մեկ այլ պետություն կամ մեկ այլ կազմակերպություն կամ գիտնականների մի որևէ միություն չի կարող, պարզապես չի կարող ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմել, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտադրի տվյալ պետությանը ինչ որ գործողություն։ Դա պարզապես անհնար է։ Միայն մի մարմին կա, որը ստեղծվել է մի քանի պետությունների կողմից, այդ թվում եւ Ֆրանսիա եւ կարծեմ Արաբական Միացյալ Էմիրատներից, մի խոսքով մի քանի պետություններ հիմնել են այդ կազմակերպությունը, որ կոչվում է ԱԼԻՖ, եւ որը փորձում է աշխատել, փորձում է օգնել այն տարածքներում, որտեղ կոնֆլիկտներ են եղել։ Բայց նորից նույն սահմանումը կա, նույն խնդիրը կա։ Դու չես կարող զորով մտնել մի երկրի սահմանների ներս, որը դա չի ցանկանում, չի թույլ տալիս, չի ուզում, մերժում է։ Այդ տեսանկյունից գտնվում ենք փակուղիում։ Միայն թե նորից եմ ասում, պետք է շարունակենք մեր տեղեկությունները տարածել, պետք է շարունակենք անդադար ուշադրություն հրավիրել այդ հուշարձանների պահպանման անհրաժեշտության վրա, ընդգծելով դրանց արժեքը, ընդգծելով այն անարդար ճակատը, որ ունեցել է այն բնակչությունը, որ դուրս է քշվել իր պապենական հողերից եւ զրկվել է իր ժառանգությունից։ Եվ այդ ժառանգությունը հիմա գտնվում է մի պետության ձեռքերում, որը շատ վտանգավոր նպատակներ ունի։ Ուզում է, որոշել է, ստեղծել է կառուցություն ու մի ամբողջ կառույց, որպեսզի այդ ժառանգությունը աղավաղվի եւ բնիկ այդ ժողովուրդը, որ ստեղծել է այդ ժառանգությունը, զրկվի
իր ժառանգությունից եւ այդ ժառանգությունը դառնա իրեն օտար, որպեսզի այդ ժողովուրդը զրկվի իր կապից տվյալ տարածքի հետ եւ տվյալ ժառանգության հետ։ Նման պայմաններում ես գտնում եմ, որ մենք պետք է շարունակենք մեր գործը, այն նույն գործը, որ անում ենք արդեն մի քանի տարի կամ մի քանի նույնիսկ տասնյակ տարիներ, փորձելով համոզել ինչքան հնարավոր է շատ անհատներ, մասնագետներ եւ կազմակերպություններ, այլ միջազգային կազմակերպություններ, որպեսզի կամ ճնշում իրագործվի տվյալ պետության վրա, այսինքն տվյալ դեպքում Ադրբեջանի վրա, կամ էլ ընդհանուր լեզու գտնվի, այսինքն կարողանանք հասնել նրան, որ Ադրբեջանը համոզվի, որ դա նաև համապատասխանում է իր շահերին, նա կարող է օգուտ քաղել դրանից, այսինքն հանդես գա ամբողջ աշխարհի առջև որպես խաղաղասեր, որպես պաշտպան ժառանգությունների իր եւ այլ ժառանգությունների եւ դրանով էլ լավացնի իր պատկերը, իր միջազգային պատկերը։ Առայժմ ինչ որ մենք տեսնում ենք Ադրբեջանում հակառակն է, այսինքն հուշարձանների ոչնչացումը մի կողմից, մյուս կողմից հուշարձանների ձևափոխում այն նպատակով, որ դրանք հայտարարվեն վերջիվերջո ադրբեջանական եւ ժխտվի դրանց կապը հայկական ժառանգության հետ։ Գործադրվում են զանազան միջոցներ, շատ լավ գիտեք, փորձում ենք ապացուցել, որ այդ հուշարձանները հայկական չեն, այլ աղվանական, այսինքն պատկանում են այդ պետության, որ գոյություն է ունեցել իսկապես Հայաստանից արևելք, այսօրվա Ադրբեջանի տարածքում դարեր առաջ, եւ որից իբր թե մնացել են ժառանգներ, որոնք փաստորեն հանդիսանում են ադրբեջանական ժողովրդի մի մաս, այսինքն դառնում է ադրբեջանական ժառանգություն։ Եվ մեկ այլ ձև կա, որը վերջերս որդեգրել են Ադրբեջանի իշխանությունները, դա հայտարարել, որ այդ հուշարձաններից մի մասը ռուսական եկեղեցուն են պատկանում, ինչպես օրինակ Շուշիի մաժտաճառը հայտարարվել է, որ ռուսական եկեղեցի է։ Ուրեմն նպատակն այն է, որ հայերը զրկվեն որևէ իրավունքից այդ տարածքների վրա եւ որևէ կապից այդ ժառանգության հետ։ Սա է նպատակը։